Փոսեր, խիչ, կիսատ աշխատանքներ եւ անորոշություն։ Այսպես կարելի է բնութագրել Գյումրին հարակից բնակավայրերի հետ կապող Ղարսի խճուղին, հատկապես վերջին ամիսներին։ Բանն այն է, որ դեռ սեպտեմբերի կեսերից այս ճանապարհահատվածին նկատվում էին փողոցաշինական նախապատրաստական աշխատանքներ։ Արդյունքում շուրջ 1 ամիս երթևեկության համար մեղմ ասած անբարեխիղճ պայմաններ ստեղծվեցին, առավել մեծ փոսերով, երթևեկությունը բարդացնող մեծ խճաքարերով։ Շուրջ 1 ամիս ճանապարհն այս պատկերն ուներ, այնուհետև ասֆալտապատվեց երթևեկության 2 գոտի ունեցող ճանապարհի միայն 1 գոտու որոշակի հատված է։ Դրանից հետո ավելի քան 1 ամիս մինչև այսօր որևէ աշխատանք չի տարվել։ Քաղաքին պատկանող այս փողոցի շինաշխատանքների վերաբերյալ պարզաբանում ստանալը բարդ եւ դժվար գործընթաց էր։ Գյումրու համայնքապետարանից խնդրին արձագանքեցին, որ դրանք սուբվենցիոն ծրագրով են ընթանում եւ իրենցից չէ, որ պիտի համապատասխան տեղեկատվություն ստանանք ստեղծված իրավիճակի հետ կապված։ Շիրակի մարզպետի աշխատակազմից էլ փոխանցեցին, որ ոչ թե սուբվենցիոն ծրագրով է իրականացվում, այլ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից իրականացվող կապիտալ ծրագիր է։ Երկու կառույցների տարբեր պատասխաններից հետո ի վերջո տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից հստակեցնում են, որ ձգձգումները պայմանավորված են այդ նույն տարածքում Գազպրոմ Արմենիայի կողմից իրականացվող աշխատանքներով, որոնք դեռ չեն ավարտվել։ Մինչև տարեվերջ ճանապարհային դեպարտամենտի կավարտի փողոցի եզրային աշխատանքները, իսկ ասֆալտապատումը արդեն պայմանավորված եղանակային անբարենպաստ պայմաններով կշարունակվի միայն գարնանը։ Աստղիկ Խաչատրյան, Խանավանիսյանն այսօր։ Ես փախատատիկիկ, ես փախապապիկիկ, հետո մոլորվել եմ անտառում, չգիտեմ ինչ անեմ։ Գյումրու պետական տեխնիկային թատրոնում հեքիաթային աշխարհը կրկին արթնացել է։ Կնդլիկ Բոքոնիկը, Անբան Հուրին, Վինի Թուխն ու այլ հեքիաթների հերոսներ նորից դիմավորում են իրենց փոքրիկ հանդիսատեսին։ Թատրոնը տոնում է իր 90-ամյա հոբելյանը, եւ նոր թատերաշրջանի մեկնարկն արդեն տրված է։ Առաջին ներկայացումները արդեն կայացել են, իսկ յուրաքանչյուր հեքիաթ ներկայացում ծնվում է բեմի ետնաբեմում։ Այստեղ աշխատանքը երբեք չի դադարում։ Դերասանները կրկին փորձեր են անում, կատարում վերջին շտկումներն ու պատրաստվում հաջորդ ներկայացումներին։ Թատերաշրջանը բացեցինք Ավետիք Իսահակյանի 150-ամյակին նվիրված միջոցառմամբ։ Միջոցառումն իրենից ներառում էր ներկայացում, որը Ավետիք Իսահակյանի հեղինակած գործերից էր, Նույնքիմ քաղաքի խելոքները, բայց մենք վերնագրեցինք քաղաքի խելոքները։ Ամբողջ տարվա ընթացքում թատրոնը տոնում է իր թատերաշրջանը, դա ոչ միայն 90-ամյակի հետ է կապված, այլ ամբողջ թատերաշրջանների հետ կապված, ամբողջ տարի ներկայացումներ են, տարբեր միջոցառումներ, հյուրախաղեր։ Տիկնիկային թատրոնի ստեղծագործ թիմը շարունակում է թարմացնել դեկորներն ու կերպարները, խաղացանկը համալրում նոր ներկայացումներով։ Թատրոնի աշխատակիցներն ասում են, երեխաների ծիծաղն ու անկեղծ արձագանքները իրենց համար ամենամեծ գնահատականն են։ Այս տարի կապված Ավետիք Իսահակյանի 150-ամյակի հետ բեմադրեցինք իր աշխատանքներից Նույնքիմ քաղաքի խելոքները պիեսը, ու այնտեղ մենք մի քիչ ձևափոխություն արեցինք, հենց ներկայացման սկզբից, ուրեմն բեմականացումը այնպես էր դասավորել Արմենուի Մանուկյանը, որ հենց ներկայացման սկզբից երևում են մեր 4 մեծերը, ուրեմն Ավետիք Իսահակյանը, Հովհաննես Շիրազը, Մհեր Մկրտչյանը եւ Հովհաննես Թումանյանը։ Ներկայացումը սկսվում է իրենցով ու ներկայացումը բեմադրում է հենց ներկայացման մեջ ներկայացում է բեմադրում Մհեր Մկրտչյանը։ Մեր հանդիսատեսից միշտ է մեզ մեր հանդիսատեսը ոգևորում ու տարիքային շեմը բացարձակ կապ չունի։ Ներկայացումը Կազլովի դեպի օվկիանոս խաղաղ բլուրների վրայով ներկայացումն է, որտեղ տիկնիկներն լինելու են հարթակային, այսինքն նույն հարթության վրա երևում է եւ տիկնիկը եւ դերասանը։ Ես այս ներկայացման մեջ մարմնավորելու եմ աղվեսի կերպարը։ Թատրոնում մշտապես էներգիան կա, դա կախարդական ուժ է, դա մի անբացատրելի բան է։ Մանորը երևի թե կշարունակենք հայտնի հեքիաթով Գեյսերի Գրինչը։ Ներկայացումը տեխնիկային հիմք չունի, այլ դրամատիկ խաղ է եւ հստակ դերակատար ունենք, որին մշտապես ասում էինք, որ դու անպայման պիտի այս դերը խաղաս, դա է Արթուրը Բեկջանյան, կարծում եմ հետաքրքիր ներկայացում կստացվի։
Գյումրու պետական տիկնիկային թատրոնի նոր թատերաշրջանը, ինչպես նշում են աշխատակիցները, մեկնարկել է հաջողությամբ։ Ներկայացումներն անցկացվում են շաբաթ եւ կիրակի օրերին։ Խաղացանկում են թե արդեն սիրված հին ներկայացումները եւ թե նորերը։ Չոփչոփիկը, բարեկենդանը, գտնված երազը, մկների ժողովը եւ այլ հեքիաթներ կրկին իրեն ճանապարհն են հարթում բեմից դեպի հանդիսատեսի սրտերը։ Սուզաննա Խարատյան, Խան Հովանիսյան, այսօր։ Տեղի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ղազախստանի Հանրապետություն։ Ակորդան նստավայրում նախ կայացել է վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը եւ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունել են երկրների պատվիրակություններին, հնչել են Հայաստանի եւ Ղազախստանի պետական օրհներգերը։ Այնուհետև կայացել է վարչապետի եւ Ղազախստանի նախագահի առանձնազրույցը։ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջույնի խոսքում նշել է. «Հուսով եմ, ձեր այցի ժամանակ կարևորագույն մի շարք համաձայնագրեր, փաստաթղթեր կստորագրվեն, եւս մեկ անգամ ցանկանում եմ ձեզ ողջունել Ղազախստանում»։ Իր հերթին վարչապետ Փաշինյանն ասել է. «Կարծում եմ, որ մեր հարաբերությունների այս նոր շրջափուլը բացվեց նախորդ տարի Հայաստանի Հանրապետություն կատարած ձեր պաշտոնական այցի արդյունքներով, որտեղ մենք մի շարք կարևոր պայմանավորվածություններ ձեռք բերեցինք։ Կրկին ուզում եմ ձեր շնորհակալություն հայտնել այս ամենի առիթով»։ Այնուհետև տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ընդլայնված կազմով հանդիպումը։ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նշել է, որ Հայաստանը Ղազախստանի համար հանդիսանում է առանցքային գործընկեր առևտրային եւ տնտեսական կապերի համար։ Ղազախ ժողովուրդը մեծապես հարգում է հայ ժողովրդին, հայ ժողովրդի պատմությունը, մշակույթն ու ավանդույթները։ Նրա խոսքով այսօր Հայաստանը դարձել է Ղազախ ժողովրդի համար շատ սիրելի զբոսաշրջային ուղղություն։ Ղազախստանի նախագահի խոսքով երկու երկրների միջև բաց հարաբերություններ են հիմնված փոխվստահության վրա։ Փոխադարձ համագործակցությունը սերտ է թե տարածաշրջանային, թե միջազգային հարթակներում։ Վարչապետ Փաշինյանը շեշտել է, որ այս այցի առանցքային արդյունքը երկկողմ հարաբերությունների զարգացումն է մինչև ռազմավարական գործընկերության մակարդակի։ Վարչապետի խոսքով այս հենքի վրա կողմերը նոր լիցք կհաղորդեն հարաբերությունների զարգացման հետագա ընթացքին բոլոր ուղղություններով, քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, տնտեսական համագործակցության խորացող մակարդակ եւ իհարկե նաեւ հումանիտար ոլորտում գործակցությունը նոր դրսևորումներ է ստանում։ Վարչապետի խոսքով տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխությունները նոր հնարավորություններ են բացում տնտեսական հարաբերությունների հետագա խորացման համար։ Բացվում են նոր տրանսպորտային հնարավորություններ, որոնք պետք է լրջորեն ուսումնասիրել։ Երկրի ղեկավարը հավելել է, որ երկու երկրների միջկառավարական հանձնաժողովի անդամները ստանում են նոր օրակարգ, որի շուրջ աշխատանքն արդեն իսկ մեկնարկել է։ Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը եւ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը քննարկել են առևտրատնտեսական գործարար կապերի զարգացմանը, ենթակառուցվածքների, տրանսպորտի, գյուղատնտեսության, ավիահաղորդակցության, կրթության, մշակույթի ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Զրուցակիցները կարևորել են տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը, ինչը նոր ազդակ կհաղորդի տարածաշրջանային հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը։ Այդ առումով երկրների առաջնորդները կարևորել են երկաթուղով Ղազախստանից Հայաստան ցորենի ներկրման փաստը եւ հույս հայտնել, որ այդ գործընթացը կլինի շարունակական։ Այդ առումով Նիկոլ Փաշինյանը եւ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարևոր են համարել թրիփ եւ խաղաղության խաչմերուկ նախագծերի կյանքի կոչումը։ Ղազախստանի նախագահը միաժամանակ ընդգծել է վարչապետ Փաշինյանի անձնական ջանքերը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման գործում, հավելելով, որ իր երկիրը հետևողականորեն աջակցում է Հայաստանի եւ Ղազախստանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Երևան-Աստանա ուղիղ ավիաչվերթերի գործարկման, թվայնացման, ուսանողների փոխանակման ծրագրերի եւ այլ ուղղություններով փոխգործակցության հետագա զարգացման շուրջ։
Указ президента Республики Казахстан за особый вклад в укрепление и развитие сотрудничества. Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը վարչապետ Նիկոլ Փաշինյանին պարգևատրել է Ղազախստանի պետական բարձրագույն պարգևով ոսկե արծիվ շքանշանով։ Ղազախստանի նախագահը նշել է, որ պարգևատրման արարողությունը տեղի է ունենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նշանակալի ձեռքբերումների գնահատման առիթով։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Կասիմ Ժոմարտ Տոկաևին նման բարձր գնահատականի, հյուրընկալության եւ ընդունելության համար։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հանդիպումից հետո ստորագրել են համատեղ հայտարարություն։ Հաջորդիվ երկու երկրների ղեկավարների ներկայությամբ տեղի է ունեցել Հայաստանի եւ Ղազախստանի միջև փաստաթղթերի փոխանակման արարողություն։ Հայաստանի Հանրապետության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարությունների միջև փոխանակվել են գաղտնի տեղեկատվության փոխանցման, օգտագործման, պաշտպանության եւ անվտանգության մասին համաձայնագիրը։ Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության եւ Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման համար հողատարածքների փոխադարձ տրամադրման մասին համաձայնագիրը, առևտրատնտեսական համագործակցության 2026-30 թվականների ճանապարհային քարտեզը։ Երկու երկրների նախարարությունների միջև ստորագրվել են նաև այլ համագործակցության հուշագրեր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հանդիպումից հետո զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով։ Հայաստան-Ղազախստան հարաբերությունները ունեն ռազմավարական կարևորություն։ Դրա շրջանակներով մենք համատեղ հայտարարություն ենք ստորագրել եւ այսի շրջանակներում ել ավելի են լավարկվել երկու երկրների միջև հարաբերությունները, նոր ճանապարհներ են բացվել, նոր փուլեր են բացվել համագործակցության համար։ Այդ կապակցությամբ թույլ տվեք ընդգծել դերակատարումը մեծարգո պարոն Նիկոլ Փաշինյանի հանուն զարգացման Հայաստան-Ղազախստան հարաբերությունների։ Մեծարգո պարոն վարչապետ, դուք միջազգային հանրությանը հայտնի եք որպես ուժեղ առաջնորդ, հեռատես առաջնորդ եւ քաղաքական գործիչ։ Մենք կարող ենք զարգացնել մեր գործընկերությունը թե արդյունաբերության ոլորտում, տրանսպորտի, լոգիստիկ, գյուղատնտեսության, թվայնացման, ենթակառուցվածքների եւ այլ ոլորտներում։ Այդ թվում մենք առանձնահատուկ կարևորություն ենք տվել տրանսպորտային եւ տրանզիտ հնարավորություններին։ Նոր աշխարհաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում հնարավորություններ է ստեղծում, որպեսզի ամրապնդվեն երկկողմ տարածաշրջանային համագործակցությունը։ Ղազախստանը աջակցում է Հայաստանի Հանրապետության նախաձեռնությանը խաղաղության խաչմերուկ եւ մենք նաեւ ընդգծում ենք, որ հետաքրքրված ենք մասնակցել TRIP խաղաղության եւ բարգավաճման միջազգային Տրամփի ճանապարհ նախագծին։ Գաղտնիք չէ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը հիմնվում է, հենվում է Ալմաթայի հռչակագրի վրա, որը իհարկե տվյալ դեպքում ունի շատ կոնկրետ քաղաքական նշանակություն եւ ունի սիմվոլիկ նշանակություն, եւ ես շատ ուրախ եմ եւ մեծ պատիվ է ինձ համար, որ մենք ահա այսպիսի միջավայրում ունենում ենք այս պաշտոնական այցը, որի արդյունքներով Հայաստանի եւ Ղազախստանի միջև հարաբերությունները հասնում են ռազմավարական գործընկերության կետի, ինչը իհարկե նոր ցածկուղի է մեր հետագա հարաբերությունների զարգացման համար։ Վաշինգտոնի հռչակագրի արդյունքներով մենք հիմա կենտրոնացած ենք Trip-Root նախագծի իրականացման վրա եւ Միացյալ Նահանգների հետ շատ ակտիվ բանակցային գործընթացում ենք, որպեսզի կոնկրետացնենք եւ համաձայնության հասնենք իրավական շրջանակի եւ կարգավորումների շուրջ։ Ինչպես գիտեք, հիմնական եւ սկզբունքային հարցերը Վաշինգտոնի հռչակագրի արդյունքներով որոշված են, համաձայնեցված են եւ Հայաստանը եւ Ադրբեջանը միմյանց համար իրենց կապուղիները բացում են ներքին, այսինքն Հայաստանի տարածքով Ադրբեջանից դեպի Ադրբեջան, Ադրբեջանի տարածքով Հայաստանից դեպի Հայաստան, երկկողմ
հաղորդակցության եւ միջազգային հաղորդակցության համար եւ Վաշինգտոնի հռչակագրի համաձայն այդ ամենը տեղի է ունենալու երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության եւ փոխադարձության հիման վրա եւ իհարկե Հայաստանը եւ Ադրբեջանը Ալմաթայի հռչակագրի հիման վրա ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը։ Ուզում եմ ընդգծել, որ նաեւ Վաշինգտոնում նախաստորագրվեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը, որտեղ նույնպես Ալմաթայի հռչակագիրը ունի բազային սկզբունք եւ այդ համաձայնեցված եւ նախաստորագրված տեքստում Հայաստանը եւ Ադրբեջանը ընդգծում են, որ հիմնվելով այն ըմբռնման վրա, որ նախկին խորհրդային երկրների հանրապետությունները դարձել են անկախ պետություններ եւ նրանց միջև ադմինիստրատիվ սահմանները վեր են ածվել պետական սահմանների, այս հենքի վրա երկու երկրները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը, արձանագրում են, որ միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ եւ պարտավորվում են միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չբարձրացնել նաեւ ապագայում։ Սա իսկապես շատ ամուր հենք է տևական, կայուն եւ հուսալի խաղաղության համար։ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն ամփոփել է նոյեմբերի 18-ից 19 Հայաստան կատարած այցը։ Բանակցությունները որակել ինտենսիվ եւ բովանդակալից։ Շնորհակալ եմ փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանին, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին եւ այլ պաշտոնատար անձանց Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, Հայաստան-Թուրքիա կարգավորման, տարածաշրջանային համագործակցության կապուղիների եւ հումանիտար հարցերի վերաբերյալ կարծիքների խորը փոխանակման համար։ Գրոնոն վերահաստատել է Եվրամիության աջակցում է հայ եւ ադրբեջանցի գործընկերներին լիարժեք խաղաղության եւ տարածաշրջանային հաջողությունների ճանապարհին։ Արևմտյան մի շարք լրատվամիջոցներ իրենց աղբյուրներին հղումով հաղորդում են, որ ԱՄՆ-ն մշակում է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման նոր ծրագիր եւ դրա շուրջ խորհրդակցում է Ռուսաստանի հետ։ Լրատվամիջոցները նշում են, որ 28 կետից բաղկացած ծրագրով Ուկրաինան պետք է հրաժարվի իր արևելյան շրջաններից Վաշինգտոնի կողմից ռուսական հետագա ագրեսիայից Ուկրաինային եւ Եվրոպային անվտանգության երաշխիքներ տրամադրելու դիմաց։ ԱՄՆ-ն Կիևին առաջարկում է նաեւ հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարից առնվազն մի քանի տարով։ Անդրադառնալով այս հրապարակումներին Կրեմլի խոսնակը կրկնել է, Ալյասկայում քննարկումներից հետո որևէ նոր զարգացում չկա։ Դմիտրի Պեսկովը նաև նշել է, Ռուսաստանը պատրաստ է քննարկումների, բայց դա պետք է հանգեցնի հակամարտության հիմնարար պատճառների վերացման։ Կրեմլի խոսնակը նաև հավելել է, Մոսկվան եւ Վաշինգտոնը շարունակում են շփումները, սակայն այդ գործընթացը չի կարելի անվանել խորհրդակցություններ։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ Վաշինգտոնը մշակում է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման առաջարկներ, հաշվի առնելով Մոսկվայի եւ Կիևի դիրքորոշումները։ Տևական խաղաղության հասնելու համար երկու կողմերն էլ պետք է համաձայնեն դժվար, բայց անհրաժեշտ զիջումների, նշել էր Ռուբիոն։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նեղ եւ ընդլայնված կազմով հանդիպումներ է անցկացրել Պենտագոնի բարձրաստիճան պատվիրակության հետ, որի կազմում են ԱՄՆ բանակի քարտուղար Դեն Դրիսքոլը եւ մի քանի գեներալներ։ Ըստ ուկրաինական լրատվամիջոցների աղբյուրների, ամերիկյան կողմը կփորձի ճնշում գործադրել Զելենսկու վրա, որպեսզի նա ընդունի պատերազմի դադարեցման նոր ծրագիրը։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև աճյունների հերթական փոխանակումն է տեղի ունեցել։ Ռուսական կողմը Կիևին է վերադարձրել 1000 զինծառայողի աճյուն, ինչի դիմաց ստացել է 30 աճյուն։ Բրյուսելում Եվրամիության երկրների արտգործնախարարները քննարկել են խաղաղությունն Ուկրաինայում։ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ հակամարտության կարգավորման ցանկացած ծրագրի արդյունավետության համար հարկավոր է Ուկրաինայի եւ Եվրոպայի աջակցությունը։ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն շեշտել է, ուկրաինացիներն արդար խաղաղություն են ցանկանում, բայց խաղաղությունը չի կարող կապիտուլյացիա նշանակել։ Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին ընդգծել է, հարցը վերաբերում է նաև Եվրոպայի անվտանգությանը, հետևաբար ակնկալվում է, որ իրենց հետ եւս պետք է խորհրդակցեն։ Իր հերթին Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիարտոն նշել է, որ Եվրամիությունը պետք է դադարեցնի ֆինանսական աջակցությունն Ուկրաինայի կառավարությանը երկրում կոռուպցիոն սկանդալի պատճառով։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության 35 երկրներից բաղկացած կառավարիչների խորհուրդը բանաձև է ընդունել, որով Իրանը պետք է անհապաղ տեղեկացնի վերահսկող մարմնին հարստացված ուրանի իր պաշարների եւ ռմբակոծված ատոմային օբյեկտների կարգավիճակի մասին։ Բանաձևում նաեւ նշվում է, որ Իրանը պետք է անհապաղ հասանելիություն ապահովի միջուկային օբյեկտներին։ Բանաձևը ներկայացրել էին եվրոպական եռյակը, Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, ինչպես նաեւ Միացյալ Նահանգները։ Իրանը նախազգուշացրել էր բանաձևի ընդունումը հակառակ ազդեցություն կունենա ԱՄԳ-ի հետ Թեհրանի գործակցության վրա։ Բանաձևի ընդունումից հետո արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ երկիրը դադարեցնում է Իրանի եւ ԱՄԳ-ի միջև սեպտեմբերին Կահիրեում ձեռք բերված համաձայնությունը։ Այդ մասին համապատասխան նամակ է ուղարկվել ԱՄԳ գլխավոր տնօրենին։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վստահություն է հայտնել, որ Եվրամիությունը չի կասեցնի Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը։ Նրա խոսքով դա ճնշման վերջին միջոցն է, որին դիմում է Բրյուսելը, քանի որ մյուս բոլոր գործիքները սպառվել են։ Կոբախիձեն նշել է, նման քայլը կլինի ոչ պրագմատիկ։ Նա անդրադարձել է նաև Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսի հայտարարությանը, որ Եվրամիությունը մտադիր է ավելացնել օգնությունը Վրաստանի քաղաքացիական հասարակությանը։ Կոբախիձեի խոսքով սա վկայում է այն մասին, որ Եվրամիությունը փորձում է նորից անկարգություններ կազմակերպել Վրաստանում եւ այդ նպատակով ցանկանում է սև փողեր բերել երկիր։ Նա հավելել է, ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով արտերկրից Վրաստանում հեղափոխություն կազմակերպելու 5 փորձ է կանխվել։ Ավելի վաղ Եվրամիության պաշտոնյաները հայտնել էին, որ Վրաստանի նկատմամբ վիզայի ռեժիմի կասեցումը կարող է տարածվել միայն որոշ խմբերի վրա։ ԱՄՆ պետքարտուղարությունը հաստատել է Հնդկաստանին Ջևելին հակատանկային հրթիռային համակարգերի եւ Էքսկալիբուր կառավարվող հրետանային արկերի վաճառքը։ Գործարքի ընդհանուր արժեքը կազմում է $93 միլիոն։ Օգոստոսին ամերիկյան մաքսատուրքերի բարձրացման պատճառով կողմերի միջև հարաբերությունների սրումից ի վեր Հնդկաստանն առաջին անգամ է պաշտպանական սարքավորումներ գնում Միացյալ Նահանգներից։ ԱՄՆ պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալության տվյալով Հնդկաստանի իշխանությունները մտադիր են գնել մինչև 216 Էքսկալիբուր մարտավարական արկ եւ 100 Ջևելին համակարգ։ Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների եւ մասնակցային բյուջետավորման գործընթացի կազմակերպման նպատակով ստեղծված հանձնաժողովի անդամները համայնքի բնակավայրերում նոյեմբերի 10-ից 19-ը կազմակերպել եւ անցկացրել են իրազեկման հանդիպումներ Սևան համայնքի բնակիչների հետ, որտեղ ներկայացվել են մասնակցային բյուջետավորման փուլերը, գործընթացին առնչվող մի շարք հարցեր։ Նոյեմբերի 19-ին հերթական իրազեկման հանդիպում անցկացվեց Սևանի բիզնես կենտրոնում։ Բազմաթիվ արդեն հանդիպումներ են կայացել, բնականաբար նշեցինք բոլոր բնակավայրերում գրեթե արդեն միջոցառումներն իրականացվել են թե մեր մասնակցությամբ եւ թե սեփական նախաձեռնությամբ, ներկապային արդեն հանդիպումը կայանալ է Սևան համայնքի համար, Սևան քաղաքի համար բնակիչների իրազեկվածության արշավ։ Սևան համայնքի ավականու եւ Սևան համայնքի ղեկավարի որոշումներով Սևան համայնքում արդեն մեկնարկել է 2026 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը։ Սա լավ հնարավորություն է համայնքի բնակիչների կողմից բարձրաձայնելու համայնքում առկա խնդիրները եւ ներկայացնելու առաջարկ նախագծեր դրանց լուծման համար։ Ծրագրերը ազատ են, ցանկացած բնակիչ կարող է առաջարկել ծրագիրը, ընթանալու է քվեարկության միջոցով, որ ծրագրերը, որ ամենաշատ ձայները կհավաքեն, արդեն իրենք կդառնան քննարկելի ավականու համայնքի կողմից։ Այս տարվա համար մասնակցային բյուջետավորում 2025-ի շրջանակներում Դդմաշենի խաղահրապարակից հետո, որտեղ շուտով կտեղադրվեն նոր խաղամիջոցներ, Սևան քաղաքի Սայատնովա փողոց թիվ 18-20 շենքերի հարակից տարածքում բողբոջ մանկապարտեզի հարևանությամբ մեկնարկել են մանկական խաղահրապարակի կառուցման աշխատանքները։ Այս ծրագիրը մասնակցային բյուջետավորման գործընթացի արդյունքում հաղթող ճանաչված ծրագրերից մեկն է, որի պայմանագրային արժեքը 4 միլիոն 440 հազար դրամ է։ Ծրագրի շինարարական աշխատանքներն իրականացվում են R եւ H Construction ՍՊ-ի կողմից։ Ներկայումս ընթանում են հողաշինական եւ տարածքի հարթեցման աշխատանքները։ Այս ծրագրի արդյունքում սևանցի փոքրիկները կունենան եւս մեկ խաղահրապարակ, որի անհրաժեշտությունն այդ տարածքում զգացվում էր երկար տարիներ։ Հիշեցնենք, որ 2025 թվականին Սևան համայնքում մեկնարկել է եւ իրականացվում է մասնակցային բյուջետավորման գործընթացը, որը լավագույն հարթակ է համայնքի բնակիչների կողմից բարձրաձայնելու համայնքում առկա խնդիրները եւ ներկայացնելու առաջարկ նախագծեր դրանց լուծման համար։
7500 ծառ 1.5 հեկտարում միայն առաջին փուլով։ Հյուսիս-հարավ ծրագրի շրջանակում Մեղրու տարածաշրջանի Արևիկ բնակավայրում լայնամասշտաբ ծառատունկ է իրականացվում։ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի նախաձեռնությամբ Կապալառու ընկերության շինարարների, ինժեներների, բնապահպանների մասնակցությամբ 3 փուլով ծառատունկ իրականացվի, մեկնարկն արդեն իսկ տրված է։ Սա կարևոր ու մեծածավալ ծրագիր է, որը ճանապարհային դեպարտամենտի բնապահպանական կառավարման պլանային ծրագրերի ընդամենը մի մասն է, նշում է Ինեսա Զարգարյանը։ Հաշվի առնելով, որ ծրագրի իրականացման շրջանակում հատվում են ծառեր, մենք պարտավորված ենք նաև պահել մեր բնությունը եւ սա մի քայլ է, որով կարող ենք ինչ-որ մի մասը վերադարձնել բնությանը։ Սա շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մեկ դրսևորում է, որի պարագայում մենք ունենանք ավելի կանաչ, ավելի պահպանված, փոշուց պահպանված տարածք եւ նաև կկլանենք CO2-ը, որը շատ ակտուալ է եւ անհրաժեշտ է։ Մեղրիի Արևիկ բնակավայրի այս ամայի տարածքը համայնքն է տրամադրել 7500 պտղատու եւ դեկորատիվ ծառերը, որոնք ընտրվել են տեղանքի առանձնահատկությունները հաշվի առնելով, որոշ ժամանակ անց վեր կխոյանան տարիներ անց անտառի վերածվելով։ Արևիկը ընտրվել է որպես նախ հին հնատեղի, այստեղ բնակիչներ են եղել, բնակվել են ժամանակի ընթացքում, իսկ որպես ինչի է ընտրվել հենց Արևիկը, Արևիկը համարում է միջին գոտի, որտեղ ծառերը ավելի լավ են աճում, մենակ Արևիկը չի ընտրվել, Վարդանի ձորում ունենք դե մի քանի տեղ մենք հատկացրել ենք ծառուտունքի համար։ 2 տարի անց ծառերը մշտական պահպանության կհանձնվեն համայնքին։ Խաչատուր Անդրեասյանը ողջունում է ծրագիրը, հավելելով տնկիների խնամքը հեշտ չի լինի, բայց պատրաստ են ստանձնել այդ պատասխանատու գործը։ Գիտեք, որ Մեղրին ջրի խնդիր ունի, հիմնականում ռոկման հետ կապված հունիս, հուլիս, օգոստոս ամիսները ջրի լուրջ խնդիր ենք ունենում, բայց այսքան աշխատանքից հետո իհարկե ես էլ եւ մեր համայնքը պարտավորում ենք շարունակել հետագա խնամքը։ Փոսերի մինիմալ խորությունը պետք է լինի 50 սանտիմետր։ Ծառը տնկելուց առաջ, տեսնում եք, էտված է։ Ավելորդ ճյուղերը հեռացված է։ Անտառների երկարամյա փորձագետի ձեռքի տակով են նախանցնում մատղաշ տնկիները, նոր արդեն հողում ամրանում։ Մեծ մասը սովորական հացենիներ, դաշտային թխկիներ եւ կովկասյան տանձենիներ են։ Հետո դրանք այնքան բերք կտան, որ որպես կեր կծառային տարածաշրջանի կենդանիների ու թռչունների համար մնում է ճիշտ խնամել։ Առաջիկա 2 տարվա ընթացքում պետք է իրականացվի խաղաղ եւ պարտադիր ջրում։ Առնվազն 8-9 տարի հետո արդեն ահագին ծառերը բարձրացած կլինեն, միջ շարային տարածքներում ճյուղերը արդեն համարյա համակցված կլինի։ Երկար ժամանակ է պետք։ Ծառը երեխայի պես մի բան է, պետք է խնամես, աճեցնես։ Ծառատունկի առաջին փուլը կավարտվի մոտ 10 օր հետո։ Հաջորդը կսկսվի համայնքի տրամադրած մեկ այլ տարածքում։ Մեղրին անտառային հատվածներով մի քիչ փոքր է, շատ քիչ ունեք անտառային ծածկ եւ այսօրվա այս ծառուտունկը մեծ կանաչապատում եմ ես համարում Մեղրիի համար ու սա կլինի շարունակական, իհարկե մենք ինչքան տեղ ունենք որպեսզի ծառուտունկ անցկացնելու, մենք կհատկացնենք, որ ունենանք հետագայում գեղեցիկ եւ հրաշք տարածք։ Միջոցառումը նաև շատ ակտուալ է, հաշվի առնելով, որ մենք 26 թվականին ընդունում ենք Հայաստանում կենսաբազմազանության կոնվենցիայի 17-րդ համաժողովը եւ դա շատ լավ օրինակ կծառայի մնացած բոլոր կազմակերպություններին պատասխանատու վերաբերմունք ունենան բնության եւ շրջակա միջավայրի նկատմամբ։ Հերմինե Միքայելյան, Ռոբերտ Օհանջանյան, Սյունիք լուրեր։ Մարդիկ դիմել էին, որ 4 լսումներից հետո նույնիսկ շարունակեն աշխատեն։ Միշտ կարծիքներ կային դեմ, բայց ինչքան որ ես հասկացա, ժողովրդի մեծ մասը կողմ էին։ Գյուղը ընդհանրապես 4-5 տարի շարունակ ինքը անդադ դեմ ա եղել եւ այնտեղ նույնիսկ լսումներ են տապալվել։ Հենց գյուղի բնակիչները այս տարի 2 անգամ այնտեղ լսումներ են տապալել։ Ինչ կողմ լինելու մասին է խոսքը։ Լսումների ժամանակ կողմ արտահայտված բնակիչները վստահում են ընկերությանը։ Գյուղում կատարվող դրական փոփոխությունները կապում են հանքերի հետ եւ նշում, որ գյուղի համար իրենց խոսքով ասած շատ բան են արել։ Ոսկու հանքը երկհագումար է մեզ փոխանցել։ 4 տարին 60 միլիոն փող են փոխանցել, 60 միլիոնից այս շենքն է սարքվել, գերեզմանները ցանկապատել են, մեկ լուսավորություն են քաշել։ Մենք իրանցի շատ գոհ ենք այդ
այդ կազմակերպությունից։ Օրինակ, անձամբ ես իմ կողմից շատ գոհ եմ։ Ես կողմ եմ, որ այդ մարդիկ աշխատեն, ոսկու հանքի տղեկ աշխատեն, որովհետև նրանք շատ բան են արել այս գյուղի մա ու էլի ունեն անելու։ Գյուղը անտեսված է տարիներ շարունակ եւ տեղական իշխանությունը, որը պատասխանատու է համայնքային ենթակառուցվածքների սպասարկման համար, զարգացման համար, կարծես թե իր լիազորությունները տարիներ, տասնամյակներ լավ չի կատարել եւ մարդիկ այլևս հույսը կորցրած տեղական իշխանություններից, որ իրենց համայնքում ինչ որ բարեփոխումներ կլինեն, հույսը կապում են այդպիսի չնչին ներդրումների հետ։ Ղարաբաղում տարբեր ընկերություններ ձգտում են ընդլայնել հանքային տարածքները։ Ընդլայնման վերաբերյալ թույլտվությանը, սակայն բնակիչները համաձայն չեն։ Կան նաև մարդիկ, ովքեր վերապահումով են մոտենում հանքերի վերաբացմանն ու ընդլայնմանը։ Դե մի մասը ասենք մի 2 մարդ ասին թող աշխատեն, իսկ այն մնացածն էլ դեմին։ Ասում են վնասալ կարազդեցություն շատ կա։ Եթե շատ կա, այդ մի ընկերությանը չես թողում աշխատի։ Դե եթե կա միանգամից փաջի հանքը։ Եթե մեր առողջությանը, մեր հողին, ջրին, մեր թորներին, մեզ վնասատու բան կա, մեզ պետք չտա։ Իսկ եթե չկա, թող երկուսն էլ աշխատեն։ Այդ մասնագետներն արդեն իրան գիտեն։ Առանց էնել այնա այդ հանքը կա, երկրորդ հանքը բացել։ Էլի այդ տերիտորիան բան անել էլի փչանալու չէ։ Առանց էնել բուսականությունա, բնությունա, որովհետև չգիտեմ ասին ինչ բան կա դրա մեջ։ Ես մենակ մի բան կարամ ասեմ, որ այս ամեն ինչը սխալ է, սա օրենքի անկատարությունն է։ Դա այստեղ պետք է տարբեր մասնագետներից լրացված մի հանձնաժողով լինի, որ այդ հանձնաժողովը որոշի այստեղ կարելի է, այստեղ չի կարելի։ Վերջի լսման ժամանակ ես բազմաթիվ հարցեր եմ բարձրացրել ուղղված շրջակա միջավայրի նախարարությանը, օրինակ ասել եմ իրականացվել է արդյոք այնտեղ գրունտի գնահատում ուսումնասիրություն։ Պատասխանը չի ընչել, այսինքն նման գնահատում չի իրականացվել։ Հարց եմ տվել, այսինքն բարձրաձայնել եմ, ասել եմ հերքեք հանքաբան Պետրոս Ալոյանի այն պնդումը, այն աշխատությունը, որտեղ որ ինքը դասում է քարտեզի մեջ այդ ամբակի տարածքը ուրանային գոտի, հերքեք, որ դա ճիշտ չի, այսինքն դա չի հերքվել, դրա մասին չեն խոսել։ Հանրային լսմանը ներկա բնակիչների մի մասը քաղաքասարակության ներկայացուցիչները դեմ են արտահայտվել ընկերության գործունեությանն ու հայտնել իրենց մտահոգությունները հնարավոր գործունեության ազդեցության վերաբերյալ։ Տարիներ շարունակ բոլոր լսումներում, այդ թվում նաև փորձաքննական գործընթացի ընթացքում անտեսվել է Վանաձորի բաղադրիչը։ Վանաձորը ինքը չի ճանաչվել ազդակիր, այնինչ ինքը գտնվում է բավականաչափ մոտիկ հանքավայրը Վանաձոր, վերջերս նաև սոցիալական ցանցերում գիտական փաստական նյութեր հրապարակվել մասնագետների կողմից իրականացված, որը ցույց է տալի քամիների ընթացքը եւ ցույց է տալիս, որ Քարաբերդից հենց այդ հանքի տարածքից քամին ամենաշատը ինքը դեպի Վանաձորի ուղղությամբ է գնում։ Վանաձորը ազդակիր չճանաչելու պատճառներից մեկը կարելի ասել Վանաձորի տեղական ինքնակառավարման մարմինների անտարբերությունը տվյալ խնդրի հանդեպ։ Հիշեցնենք, Լոռու մարզի Փամբակ համայնքի Քարաբերդ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում օրեր առաջ տեղի ունեցավ վերջին 4 տարիներին այդ տարածքներում հանքային թեմաներով արդեն 13-րդ, իսկ այս տարի 5-րդ հանրային լսումների փորձը։ Քարաբերդի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասի ժամկետի երկարաձգման, ստորգետնյա հանքի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 4-րդ հանրային լսումներ։ Նախարարության ներկայացուցիչը ավելի փորձաքննական կենտրոնի ղեկավարը այդ լսումներին մասնակցում էր, ինքը ամեն ինչ տեսել է, այսինքն ամբողջ որոշումը նախարարության վրա է եւ պատասխանատվությունը նախարարության վրա է այս պահին, բայց եթե առաջնորդվեն օրենքի տարին համապատասխան, այսինքն այդ օրվա լսումների կարծիքով, ապա այդ օրը մարդիկ մեծ ամասնությունը մասնակիցների դեմ են։